Սարսափի մեջ են քնում արթնանում այս ընտանիքում մոր պատմելով սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարները ազատության մեջ են։ Որ մեկ գշերը քնում ենք, ասու տված քնում են։ Այնից եմ վախենում, երևի որ անկախ հենց կաղա հարցակում։ Իրանց բարեկամները Աղջնակներն ազգականի տուն են տեղափոխվել, մինչև Բադոյան Նյուզներ օրեր առաջ ահազանգել Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում, երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն ներքին գործերի նախարարության քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել։ Ոչ մի բան չեմ պատմի, ոչ մի բան, մեկ ես գիխաբար չեմ էլ ոչ մի բանից։ Վեդիի այս ընտանիքում 5 երեխա է մեծանում, հատուկ կարիքներով են շատերը։ Մայրը պատմում է, որ սեռական բռնության ահազանգ դպրոցից են ստացել։ Դպրոցն են զանգի ասա, թե չէ ես ամբողջ օրը դաշտից տուն։ Բռնության դեպքերը դպրոցում չեն տեղի ունեցել, դպրոցի անձնակազմն է նկատել արտասովոր շարժ երկու աշակերտների շուրջ։ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանի խոսքով մի դեպքում դպրոցի դրսի տեսախցիկն է արտառոց տեսարանը ֆիքսել, ընդ որում երեխան հենց այդ դպրոցում չի սովորում։ 2 օր անընդմեջ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, դպրոցի տեսախցիկներով ու բակի հավաքարարի միջոցով բացահայտել են այդ ամեն ինչը։ Մյուս աղջնակի դեպքում, որ այդ դպրոցի աշակերտ է, հեռախոսի անդադար զանգերն են ահազանգ դարձել։ Հեռախոսի մեջ մենք ինքներս լսել ենք շատ ահավոր voice-ներ տղամարդ անձնավորության կողմից այդ երեխային, որտեղ դասապրոցեսի ժամանակ հեռախոսները հավաքված է եղել եւ մի հեռախոս պարբերաբար զանգ է եկել ուսուցիչը իրան թույլ է տվել հասկանա այդ ինչա այդտեղ կատարվում, որը շատ վատ է, բայց դրանից է բացվել այդ process-ը։ Լսելով voice-ը, որ երեխային voice են ուղարկել, հասկացել է ուսուցիչը, որ սա աննորմալ ժանրից է։ Տեղակապել տնօրենը ինձ։ Ըստ Մարտուն Մանուկյանի երկու դեպքերում էլ դպրոցն անմիջապես իր տեղեկություններն ու կասկածները փոխանցել է ոստիկանություն։ Իսկ ինչ են արել ոստիկանները։ Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը ապրիլի 22-ին։ Բացարձակապես անհիմն են այն պնդումները, թե ներքին գործերի նախարարության ոստիկանությունը որևէ դեպք է կոծկում։ Ընդհակառակը համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են քաղաքացիները հրավիրվել բաժին։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը պնդում է, երկու դեպքում էլ ոստիկանները ընթացք են տվել հայտնաբերել կասկածյալներին, ձերբակալել ու փոխանցել նախաքննական մարմնին քննչական կոմիտե։ Բադոյան Նյուզի տեղեկությամբ Վեդի քաղաքի երկու բնակիչներ են՝ 65 եւ 58 տարեկան։ Հարևանները մեզ պատմեցին, որ 65-ամյա տղամարդը մոտ էր ընտանիքին, հաճախ էր սուրճի գալիս եւ օգնում տարբեր հարցերով։ Ասել հոպարիս կասեմ, ասել չասես, քեզ կխեղդեմ։ Ինչ կարգավիճակ ունեն այս երկուսը, ինչ խափանման միջոց են տրվել նրանց նկատմամբ, եթե կալանավորված չեն, ինչու։ Այս հարցերն են ուղղել քննչական կոմիտեին։ Քիչ առաջ կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որից հասկանում ենք, նրանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատության մեջ են։ Ըստ քննչականի անչափահաս տուժողները նախաքննության ընթացքում իրարամերժ հակասական ցուցմունքներ են տվել։ Մեկը հերքել է, թե իր նկատմամբ բռնություն է եղել, մեկը սկզբում մի բան է պատմել, հետո փոխել պատկերը։ Կոմիտեի հաղորդագրությունում երկու անգամ կարդում ենք, անչափահասներն ունեն մտավոր խնդիրներ, հորդորում են հանուն նրանց լավագույն շահի չճշտված տեղեկություններ չհրապարակել։ Միևնույն ժամանակ, անտեսելով նույն լավագույն շահը, հրապարակել են մանրամասներ երեխաների նախաքննական ցուցմունքներից ինտիմ մանրամասներով։ Հիշեցնեմ, երեխաների ծնողները, հորեղբայրը, հորաքույրը պնդում են, քույրերի հանդեպ սեռական բռնություն եղել է, բռնարարների անուններ են տալիս, դպրոցը ձայնային հաղորդագրություններ ու տեսագրություն ունի։ Բա ոնց ազատության մեջ են, եթե իրեն այդ գործն արել են ու չեն բռնում իրենց։ Հետաքրքիր է։ Այդ մարդկանց պետք է ասենք կտոր անել։ Իհարկե շատ վատ բան է ես։ Ցնցված եմ, ուղղակի 5 տարի այդ մարդիկ իմ դեմն են ապրել, ես լավ ճանաչում եմ։ Խեղճ ընտանիք են։ Վեդիում շատերն են ճանաչում թե աղջնակների ընտանիքին, թե այն երկուսին։ Վեդեցիներ են, տարիքով էլ մարդիկ են, ապշելու բան է ուղղակի։ Պատվի մարմինները թող այդ հարցով զբաղվեն։ Ուրեմն իրանց ընտանիքը հետ ինչ է, իրանց համար հեչ։ Երեխեքին բղծեն ու ազատ մնան, դա
որ ասության մեջ Աբսուրդի մեջ է այդ ամեն ինչը։ Վեդիում հարցեր ունեն, եթե իրավապահները գործում են, ինչպես է փետրվարին հնչած առաջին ահազանգից հետո շարունակվել այս պատմությունը, ու ի վերջո բանը հասել այնտեղ, որ ապրիլի 26-ին աղջնակների հորեղբայրն է դանակը վերցրել ու փողոց դուրս եկել, դանակահարել 65-ամյա տաքսիստին, այն մեկին, որ ընտանիքի բարեկամ էր։ Նայում ես այդ երեխեքի աչքերի մեջ գետինն ես ուզում մտնես։ Որ դու ես երկրում մի քիչ դեր ունեցող մարդ ես ու տես բանա հնարավոր։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է երկրում օպերատիվ իրավիճակի պատասխանատու ոստիկանությունը պիտի հետևեր, որ դեռ 3 ամիս առաջ ստացած հաղորդումը այսպիսի զարգացումներ չստանար։ Ոստիկանությունը մանկապարտության մեջ կասկածվողին հանձնում է քննչականին, մեկ էլ իմանում է, չէ՞, ես չի որ չի իմանում։ Օպերատիվ բլոկը ոստիկանությանն է։ Ոստիկանությունն է տիրապետում ինֆորմացիային։ Իմանում է, որ հաջորդ օրը բաց են թողել։ Բայց ինքը չի գնում քննչականի հետ կռիվ տաս, ես ինչ եք անում, ընկերներ։ Իրավապահները քաղաքականությամբ են զբաղված, ահա թե ինչու են սահ մրկեցուցիչ այս դեպքերը անտեսում, վստահ է փաստաբանը։ Վարչապետի ուղղությամբ ձեռք բարձրացրած առողջական խնդրով անչափահասին կալանավորում են, իսկ աշակերտուհիներին ամայի շինություն ու սեփական մեքենայի հետ նամազ տարած ենթադրյալ հանցագործները ազատ պտտվում տուժածների նկատմամբ նոր բռնություն կիրառելու ռիսկերով։ Բանում մարդը երեխան գնում է ծաղկազարդի ինչ որ միջադեպ ա լինում, ոչ մեկի ոչ հետ կպնում է ձեռքով։ Բանում փագում եք միանգամից։ Խի այդ մարդկանց չեք փագել։ Աղջնակների պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը։ Առաջիկայում նրանք այս գործի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն։ Այսօր հրաժարվեցին։ Նրանք դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին, որ քրեական վարույթը քննչական կոմիտեի Արարատի քննչականից այլ քննչական մարմին տեղափոխվի, որովհետև անվստահություն ունեն։ Ինչու փաստաբանները մեզի ամեն ինչ չապահովի, մենք երեխեքին ոչ մի տեղ չենք ուղարկում, ոչ մի տեղ։ Երեխաների մայրն ասում է ոչ միայն 2 քույրերին, մյուս երեխաներին էլ դեռ դպրոց չի ուղարկի։ Իդեպ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչից տեղեկացանք, որ կասկածներ ունեն այս պատմությանը 3-րդ տղամարդու ներգրավվածության մասին։